Մեծ հաճույքով ուզում եմ նշել, որ այստեղ են նաև երիտասարդ, կարելի է ասել, պատանի աշուղներ, սիրելի աշուղներ, ոտքի կանգնեք, որ ձեզ տեսնեն։ Ողջունենք նրանց եւ ի վերջո նրանք են կերտելու հայ աշուղական արվեստի վաղվա օրը։ Թովմաս Պողոսյանն ասում է, որ այս նոր ուժերը մոտ 2 տարի է իր հետ են։ Շատ տաղանդավոր են եւ դեռ զարմացնելու են մեր ժողովրդին։ Դե եթե նրանք հիացրել են իրենց ուսուցչին, կարծում եմ մեզ էլ կուրախացնեն։ Այնպես որ սպասում ենք ձեր ելույթներին։ Բարեկամներ, աշուղներն այն հանրային կերպարներն են, որոնց շնորհվում է նոր աշուղական անուն։ Եվ դա սոսկ անուն չէ, այլ այն առաքելության ստանձնումը, որ նրանք ոչ միայն հավատարիմ են մնալու աշուղական արվեստի կանոններին եւ ավանդույթներին, ոչ միայն պահպանելու են ավանդույթը, այլև ծառայելու են իրենց ժողովրդին, մարդկանց պարգևելով ուրախություն, հույս ու ոգեղեն լիցքեր։ Մերօրյա աշուղների գործն ավելի բարդ է, քան նախկինում։ Եթե երբևէ դեռևս միջնադարում կամ 20-րդ դարասկզբին նրանք մրցակցությունից դուրս էին, որովհետև ասպարեզում միայն իրենք էին, ապա մերօրյա աշուղների գործն ավելի բարդ է։ Նրանց շուրջը տարաբնույթ երաժշտական աղմուկ է, ճաշակների բախումներ, հաճախ նաև չափանիշների կորուստ, արհեստածին խոսքի եւ մեղեդու հորձանք։ Եվ նրանք այս բարդ գեղագիտական միջավայրում պետք է կարողանան ոչ միայն ընդունել մարտահրավերները, այլև հաստատել իրենց արվեստի ուրույն տեղը մեր երաժշտական կյանքում։ Ուրեմն կեցցեն այն մարդիկ, մերօրյա աշուղները։ Եթերում հայ աշուղական երգի նոր վերելքներ, հանրային ռադիոյի Սայաթ Նովա աշուղական երգի անսամբլի հետ կհանդիպենք։